Գավառի բարբառը շատ լավն է։ Դուք բարբառով չխոսեցիք։ Գիտեք ինչ կա։ Բարբառով ես որ Երևան գնացի ինստիտուտում սովորում էի, ընդամենը 18 տարի չէր լրացել, 17 տարեկան էի, որոշեցի, որ պիտի բարբառով չխոսեմ, գրական լեզվով խոսեմ։ Եվ այդպես գնում էի միշտ դասերին, իսկ մաթեմատիկայի Բարսագույն մաթեմատիկայի դասախոս Բենյամին Խոջանյանը ինձ շատ էր սիրում, որտեղ ես մաթեմատիկայի շատ լավ էի։ Իր խնդիրները բոլորը լուծում էի եւ աշխատում էի, որ թույլ չտամ քավարի լեզվով խոսելու։ Բայց մի օր ստիպված էի երկու բառ գործածեցի։ Խնդիրը լուծել էի գրատախտակին։ Ասեց լավ նայիր։ Ճիշտ ես լուծել։ Ալի մի հատ լավ նայիր։ Նայեց ասի Տոնգեր Խոջանյան կոյտենս է էլի։ Տոնն ու կոնը ստավ մեջտեղ եկավ։ Ասավ տղա սպասիլ է։ Դու քավարցի ես։ Ասի հա։ Ան չի չէիր ասում, այ տղա երկու հատ սխալ մետեին թույլ տվեցին, երկու բարբառ։ Տոնն ու կոնը։ Էնպես որ եթե զգուշ լինեն, թույլ չեն տա։ Գրական աշխարհում դա բարբառով խոսել։ Որոշ չի չեմ եղել, միշտ էլ գրական լեզվով եմ խոսել։ Դա իմ սխալն էլի, բայց ես չէի կարող դասարանում բարբառով խոսել։ Երեխաների դաստիարակության մեջ ինչ մեթոդ, միջոց եք կիրառել, որ հաջողության եք հասել ու կարող եք ասել մենք էլ կիրառենք։ Բարբառով ասեմ։ Պատասխանեք բարբառով։ Դեստեմ կարա։ Չէ, կդժվարանամ Օֆելիա։ Բան նման չի էլի։ Լավ հայ մեծանալու համար իրենց փորձը, իրենց պապերի փորձը, ես օրինակ իմ գրքերում, մեկ գրքում, առաջի գրքում գրել եմ իմ տոհմի պատմությունը։ Գրել եմ գրական լեզվով եմ գրել իհարկե, բայց պատմությունը, եթե ասենք կարողանայի, նրանք բարբառով են խոսել մեր ծնողները, մեր պապերը, տատերը։ Այդ բարբառով լսել ենք, բայց չման, երևի չկարողացա գործածել։ Բայց հիմա իմ թոռները Ջումենում համարյա թե խոսում են այն բարբառով, որ այստեղ լսել են, մեր տանը խոսել են։